Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումում on-line այս տիրույթում մենք հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք փորձում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք հաճախ ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Գիտեք, ուղղություններ կան, ոլորտներ կան, որտեղ իրականում ամեն ինչ մի քիչ այլ է։ Beauty ոլորտը աշխարհում ինչքան էլ շատ տարբեր ուղղություններ լինեն, միևնույնն է։ Սա այն վայրն է, այն ոլորտն է, որ անհրաժեշտ է կնոջը, որպեսզի կարողանա նվաճել աշխարհը։ Գիտեք, սա հոգեբանական առաջին հերթին վիճակ է, որովհետև մարդը երբ կարողանում է ինքն իր արտաքինից գոհ լինել, հայելու մեջ նայել ու հասկանալ, որ իրականում իր գեղեցկությունն ընդգծված է, այստեղ է, որ հաղթանակներն, ինչպես ասում են, չեն ուշանում, որովհետև եթե մենք կարողանում ենք քայլ անել, նշանակում է փոքր քայլերով դեպի մեծ հաղթանակներ գնալու ճանապարհը արդեն ընտրված է։ Այսօր մենք շատ հետաքրքիր հյուր ունենք Էլ-Ռումում, Հայաստանում ինձ համար միշտ հաճելի է, երբ Երևանում կամ Հայաստանի որևէ քաղաքում շատ պրոֆեսիոնալ ու իրենց տեսակով տարբերվող մարդիկ կարողանում են իրականում հիմնական ու կարևոր քայլ անել կանանց գեղեցկացնելու ոլորտում։ Տպավորություն է, որ կանայք այս ասպարեզում շատ են դիմահարդարման, պերմանենտ դիմահարդարման, բայց միևնույնն է, յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, որովհետև երբ կնոջ դեմքին նայում ես որպես ուղակի դեմք, որը պետք է որոշակի շտկումներ անել, մի բան է, բայց երբ նայում ես եւ հասկանում ես, որ այստեղ այ արվեստի միջամտությամբ հնարավոր է հրաշքներ գործել, սա բոլորովին այլ բան է։ Սիրով ուզում եմ նաեւ ձեր անունից Էլ-Ռումում ողջունել Enze Beauty Salon-ի հիմնադիր տնօրեն, դիմահարդար Նունե Զորօղլյանին։ Նունե, շատ ուրախ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ձեր աշխատանքներն իրականում շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ էին, տարբերվող ոճ ունեին։ Հիմա երբ հանդիպեցինք, ես հասկացա, որ ամեն ինչ գալիս է ձեր ներսից։ Շնորհակալ եմ նախհրավերի համար։ Աբովյանից եք եւ Enze Նունե Զորօղլյան, այսինքն այս beauty salon-ը հրաշալի ու գողտրիկ էս վայրը դուք հիմնել եք հենց Աբովյան քաղաքում։ Աբովյան քաղաքում, այո, քանի որ ապրում եմ Աբովյան քաղաքում, փորձեցի քայլերս այնտեղ ավելի ամրացնել, հա, ամրապնդել։ Աշխատել եմ 9 տարի եւ որոշեցի վերջնականապես իմ սրահը հիմնել։ Այո, որոշեցիք ձերը հիմնել, արդեն փաստորեն 1 տարի է, որ սրահը բացվել է։ Ես ուզում եմ Նունե, ձեր թույլտվությամբ մենք սկզբից գանք։ Նախնական զրույցի ժամանակ դուք խոսեցիք, նախ ես ուզում եմ առաջին հերթին ողջունել, ես չգիտեմ, շնորհակալություն հայտնել 4 երեխաների մայրը Նունե Զորօղլյանը, Աստված պահի, սա հրաշալի մի բան է, ինձ համար միշտ առանձնահատուկ ոգևորող է լինում, երբ կինը 4 երեխաների մայրը կարող է այսպիսի համարձակ քայլեր անել։ Դուք ձեր մասնագիտությամբ, առաջին մասնագիտությամբ փաստորեն բուժքույր եք։ Չեք աշխատել ձեր մասնագիտությամբ։ Չեմ աշխատել, քանի որ բալիկս շուտ ծնվեց, ես դեռ չէի ավարտել ուսումնարանը։ Այո։ Հետո ծնվեց երկրորդ աղջիկս, բայց միևնույնն է, ես սիրում էի այս ոլորտը, գեղեցկության ոլորտը, դիմահարդարումը։ 16-17 տարեկանից ես իմ մեջ զգում էի, որ ինձ մոտ կստացվի։ Սակայն այդ ժամանակ այդքան տարածված չէր։ Երկրորդ աղջկաս ծնվելուց հետո որոշեցի զբաղվել, բայց էլի չստացվեց։ Հասկացա, որ կտուժվի եւ ընտանիքը եւ աշխատանքը։ Երրորդ աղջկա ծնվելուց հետո վերջնականապես արդեն որոշեցի այդ քայլին գնալ։ Սովորել եմ Beauty Fabric-ում Նարինեի մոտ, անմիջապես 1 ամիս անց տեղավորվել եմ աշխատանքի առանց վախի, որովհետև ես զգում էի իմ մեջ, որ ես դա կարող եմ։ Մոտ 9 տարի աշխատելուց հետո արդեն ծնվել է տղաս։ Արդեն տղան է ծնվել, բայց ամենակարևորի մասին չասացիք Նունե, ըստ էության նկարչության, այսինքն այս հմտություններին տիրապետում եք եւ բացի դրանից գեներում էլ կա, սա շատ կարևոր է, դուք կնոջ դեմքը մի քիչ ուրիշ կերպ եք նայում։ Ընդհանրապես այս ոլորտում աշխատող մարդը պետք է դիմագիծ զգալ, հա, պետք է սիմետրիկ դիմագիծը կարողանա, եթե մի փոքր կաշեղումներ բերել բալանսի, հա, դիմահարդարմամբ, հոնքերի ձևավորման մեջ,
Եվ այո, նկարչության մեջ գենետիկորեն պապիկիս եղբայրը չեմ տեսել ցավոք սրտի, բայց լսել եմ, որ ինքը շատ լավ նկարիչ է եղել, շատ լավ ու որ մեզ մոտ ստացվում էր արդեն, ասում էին, որ գենետիկորեն ինչ-որ մի բան փոխանցվել է։ Գույները շատ ուրիշ կերպ եք զգում։ Հա, գույները շատ ուրիշ կերպ էի զգում, դեռ 18-19 տարեկանից, այսպես ասեմ, զբաղվում էի սիրողական։ Կարող են ընկերուհիները մոտենային, ասեն՝ մի հատ իմ հոնքերը կհանես, մի հատ իմ սուրման կգծես, ստացվում էր ինձ մոտ, այնպես չի, որ չէր ստացվում ու որոշեցի ավելի կատարելագործվել, ավելի պրոֆեսիոնալ մասնագետների մոտ։ Այո։ Սովորեցի բյութի ֆաբրիկում, որովհետև Աբովյանում, հենց այդ Սրահ Աբովյանում էր գտնվում ու շատ մեծ ճանաչում ուներ արդեն։ Հետո մի 2 տարի հետո վերապատրաստման գնացի Աշխեն Կոստանդյանի մոտ ու այդպես ընթացիկ վերապատրաստումներ, մաստեր կլասներ, այս վերջում Սերդար Կարբաևի մաստեր կլասին եմ մասնակցել։ Մի խոսքով, վերապատրաստումները շատ կարևոր են մասնագետի համար։ Այո, շատ կարևոր եմ համարում, որովհետև շուկան ողողված է ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր սիրողական են զբաղվում այս գործով եւ հաճախորդները տեղեկացված չլինելով աշխատանքին, ձեռագրին, հմտություններին, ինչ որտեղ սխալվում են մասնագետի ընտրության հարցում։ Իսկ այստեղ շատ կարևոր է փաստորեն երկու ուղղությամբ դիմահարդարման մեջ էլ, հա, որովհետև քո կարևոր օրը ի վերջո ներկայանալի, հա, այսինքն այդ հայացքդ կարող է դիմահարդարման ինչ որ հմտություններ չերևան, բայց այդ հայացքդ միշտ մնում է, եթե սխալ է ընդգծված, եւ երկրորդը պերմանենտ դիմահարդարումը, որը արդեն դե ավելի։ Այսպես ասեմ, տեսեք, երկուսն էլ դիմահարդարման ձև են, հա։ Առօրյա դիմահարդարումը հնարավոր է շտկել, ինչ որտեղ փոխել, հա, իսկ պերմանենտ դիմահարդարումը դա մնայուն, հա, երկար ժամկետով պահպանվող դիմահարդարում է, որը պետք է շատ չափի մեջ սահմաններում ինչ որ ստանդարտներից դուրս բաներ պետք չի անել։ Աշխատանքի ավարտին պետք է զգաս հաճախորդի հայացքի այդ գոհունակությունը, հա, երբ որ հաճախորդը իրեն լավ է զգում, դու էլ ես քեզ լավ զգում։ Այսինքն հաճախորդը երբ նայում է, ես հասկանում եմ այսպես, այսինքն ձեր աշխատանքից հետո հաճախորդները երբ նայում են հայելու մեջ, իրենք իրենց գեղեցիկ են զգում, իսկ սա շատ անկեղծություն է։ Այո, ինքնաբավարարված, ինքնաբավ է զգում շատ իրեն եւ շատ պատասխանատու է, ասեմ ձեզ, հարսանեկան դիմահարդարումների ժամանակ, որովհետեւ այդ օրերին աղջիկները շատ լարված են, փորձում ենք ասել հանգիստ, սա ընդհանրապես ինչ որ process է, որ մի կարևորիր, մի լարվիր։ Մենք մեզանից շատ բան է կախված այդ օրվա հարսի տրամադրությունը ոնց կլինի դիմահարդարներից, վարսահարդարներից, քանի որ իրենց օրը մեծանով է սկսվում։ Փառք Աստծո, այս ընթացքում ունեցել եմ հարյուրավոր հաճախորդներ ու չեմ հիշում այդպիսի մի դեպք, որ դժգոհ կամ ինչ որ չգիտեմ, չի եղել այդպիսի դեպք, որ դժգոհ ճանապարհ եմ։ Ձեր աշխատանքներում ամենայն դեպս այն ինչը որ հնարավոր է եղել տեսնել, ընդգծված շատ նուրբ գունային այդ զգացողությունները, որոնք տպավորություն է, որ ոչ թե շատ գեղեցիկ դիմահարդարում, այլ շատ գեղեցիկ կին, աղջիկ։ Այո, այսպես ասեմ, պետք չի ասել գեղեցիկ է դիմահարդարումը կամ ինչ, պետք է ասեմ ինչ գեղեցիկ ես։ Գեղեցիկ ես, այո։ Եվ Նունե դեպքում, Նունե Զորօղլյանի դեպքում իրականում սա ստացվում է, շատ շնորհակալ եմ Նունե ձեր թույլտվությամբ մի քիչ մասնագիտական այս ուղղությանը ավելի խորությամբ անդրադառնանք։ Սիրելի հետևորդներ, դուք հասցեն հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք, վստահ եմ 1 տարի է գործում է, բայց Աբովյան քաղաքում լավ ծանոթ եմ, որովհետև Նունեի աշխատանքներն իրականում տարբերվում են, գիտեք, ոճային առումով այստեղ շատ հետաքրքիր նուրբ մի առանձնահատկություն կա։ Բոլոր դիմահարդարները կամ դիմահարդարման բոլոր ուղղությունները չեն, որ կարողանում են իրականում աչքերի փայլը ներկայացնել, հա։ Կարող է շատ գեղեցիկ, շատ ոճային դիմահարդարում լինի գույների ընտրությունը, բայց շատ քիչ է պատահում, երբ այդ էությունն են կարողանում ներկայացնել։ Ուզում եմ Նունե սկսենք ծառայություններից։ Փաստորեն ուղղությունները բավական լայն են։ Դուք ամեն ինչ անում եք, նաև այս փաստորեն մազահեռացման տարբերակն էլ, հա, սեղային էպիլյացիա, ասված էլեկտրոէպիլյացիա։
հոնքերի կոպերի շուրթերի փոշեդրում, էլեկտրոէպիլյացիա, ձևավորում, դիմահարդարում, այս բոլոր ծառայությունները դուք իրականացնում եք եւ բոլորի ուղղությամբ վերապատրաստումներ, մանրամասն անընդհատ դասընթացներ։ Պերմանենտի փոշեդրման մասնագիտությունը ընտրելու ժամանակ շատ բախով եմ ընտրել, այսպես ասած, քանի որ այն մնայուն դիմահարդարման մի միջոց է։ Վերապատրաստվել եմ Հասմիկ Վարդանյանի մոտ եւ ստացել եմ միջազգային ստիլիստի կոչում։ Փոշեդրումը դա ժամանակակից մնայուն դիմահարդարման միջոց է, որը հնարավորություն է տալիս կնոջը ել ավելի ինքնավստահ զգալու։ Այն երկարաժամկետ է պահպանվում եւ հոնքերի պարագայում ուղղում ենք հոնքերի նոսրությունը, բերում ենք բալանսի, լրացնում ենք հոնքերի նաև ձևը կարող է, չէ՞, փոխել։ Կոպերի պարագայում լուծում ենք զբաղված կանանց ժամանակի խնդիրը, որոնք շատ գոհ են զգում, լավ են զգում իրենց, որովհետև արդեն շպարված են, արտանալին շպարված։ Շուրթերի պարագայում մենք անգույն շուրթերին երանգ ենք հաղորդում, սակայն փոշեդրումը այնպիսի մեթոդ է, որ պետք չի շատ ծավալուն դաջվածքի տեսք ունեն։ Շուրթերի պարագայում, երբ որ հաճախորդը ծավալ է ուզում հաղորդել շուրթերին, մենք հրաժարվում ենք, որովհետև շուրթերի երանգը եւ ծակոտկեն մաշկի երանգը մենք չենք կարող ընդհանուր գեղեցիկ տեսք ունենալ, սահմաններից դուրս չենք գալիս։ Դուրս չեք գալիս, այո, բայց նաեւ ուրվագծի տարիքի հետ չէ լինում է մեր շուրթերի ուրվագծը, այսպես մի քիչ խախտվում է եւ այլն գույնը, փաստորեն ուրվագիծն էլ եք վերականգնում։ Այո։ Բայց սահմաններից պետք չի դուրս, ծակոտեն մաշկ պետք չի դուրս գալ։ Այո, այս դեպքում, որովհետև շատ հաճախ նաև շփոթում են ծավալի հաղորդել։ Ծավալի համար պետք է դիմել ուրիշ։ Իսկ հոնքերի պարագայում ավելացնեմ, որ լինում են դեպքեր, երբ բնական հոնքերը ուզում են մաքրել եւ արհեստական, ես կողմ չեմ դրան, որովհետև ոչ մի արհեստական չի կարող փոխարինել բնական տեսքին, բնական հոնքերին։ Բայց այս դեպքում եթե ձևի ինչ-որ փոփոխություններ մաքսիմալ փորձում ենք հոնքերը պահել, մաքսիմալ։ Եթե մի փոքր պոչիկի հատվածում բարձրացնել, որ մենք էլ ենք զգում, որ փոխում է հայացքը, մենք ինքներս ենք առաջարկում։ Եղել են դեպքեր, վախեցել են, ոնց իմ հունքն է, այդպես էլ անենք, մենք ասում ենք, եկեք մի քիչ փոխենք, ավելի երիտասարդ տեսքը հաղորդի։ Ահա, շատ լավ։ Նունե, շատ կարևոր բան նշեցիք, երիտասարդ տեսք, երբ կինը որոշում է ինչ-որ բան փոխի, հա, արդեն իրեն ինչ-որ բան դուր չի գալիս։ Որպես կանոն առաջին այդ քայլերն ուղղում են իհարկե ներարկումներ, բոտոքս, ֆիլեր եւ այլն, բայց ամբողջ աշխարհում այդպես չի։ Եվրոպայում օրինակ առաջինը, երբ փոփոխություն են նկատում, փոշեդրումից է սկսում։ Այո, շատ գեղեցիկ միջամտություն է, շատ համեստ, չափի մեջ։ Դուք սիրում եք առհասարակ ամեն ինչ չափի մեջ։ Այո, ես սիրում եմ չափի մեջ, իմ հաճախորդները դա կվկայեն։ Իսկ ինչ վերաբերում է այ խորհրդատվությանը, առաջին հանդիպանը, երբ ուզում են դիմահարդարում ինչ-որ մի կարևոր օրվա համար կամ ուղղակի թեկուզ հոնքերի շտկում որևէ մեկը այս ծառայություններից եւ հենց ասեղային էպիլյացիա ասված էլեկտրոէպիլյացիայի մասին է խոսքը, սա փաստորեն ամենա եւ անվտանգ եւ ինչպես ասում են վստահելի տարբերակն է մազահեռացման։ Խոսենք ասեղային էպիլյացիայից, ուրեմն դա անվնաս ամենաէֆեկտիվ միջամտությունն է եւ ազատում ենք մարմնի տարբեր մասերը անցանկալի մազերից։ Էլեկտրոէպիլյացիան ունի տարիքային սահմանափակում, հակացուցումներ եւ ուղղակի պետք է մասնագետին ճիշտ ընտրել, որպեսզի մաշկը չվնասենք, չպիգմենտավորվի մաշկը եւ ունենում ենք շատ լավ արդյունք, հնարավոր է նույնիսկ հղիներին երկրորդ երամսյակում։ Հնարավոր է, անվտանգ է, այո։ Անվտանգ է։ Շատ լավ, փաստորեն խորհրդատվությունը, երբ ուղղակի կանայք կան մեզ մոտ ուզում են ինչ-որ մի օր ամեն ինչ փոխել։ Դուք այս ոլորտում 1 տարի է արդեն այն բյութի սալոնը փաստորեն հիմնել եք, բայց դուք 9 տարվա փորձ ունեք։ Դիմահարդարման ժամանակ, երբ որ ինչ-որ առիթ են լինում, հա, շատ լարված կամ ինչ-որ իրենց առիթն է լինում, նախապես գալիս են խորհրդատվության, շորն են ցույց տալիս, սանրվածքն են ցույց տալիս, մենք միասին գալիս ենք ընդհանուր հայտարարի,
լսում եմ իրենց կարծիքը, փորձում եմ հարմարվել իրենց կարծիքի հետ, որովհետև դա իրենց որոշումն է, բայց լինում են դեպքեր, որ ես էլ կարողանում եմ իմը թելադրել։ Այսպես ասեմ, բոլոր ոլորտներում էլ խորհրդատվությունը շատ կարևոր մաս է կազմում, հա, նամանավանդ գեղեցկության ոլորտում մենք պետք է հասկանանք, կարողանանք հասկանանք հաճախորդի ճաշակը, նախասիրությունները, սպասելիքները եւ ընդհանուր հայտարարի գալով մենք արդեն անցնում ենք բուն process-ին։ Այո, այսինքն հոգեբանական է։ Այո, համաձայն եք, որ սա հոգեբանական է այս ոլորտը, այսինքն շտկումներն էլ։ Շատ լինում են տարիքով կանայք, որ ինձ տարիքս չի ներում եւ այլն, ես ասում եմ հենց ձեզ է կարեւոր, որովհետեւ աչքերի տեսողության պատճառով կամ ինչ որ ակնոց կրելու պատճառով հոնքերը չեն կարողանում ճիշտ ձևավորել։ Ես ինքս եմ առաջարկում, որ շատ հարմար պրոցեդուրա է, դուք կտեսնեք, որ չեք փոշմանի։ Եղել են դեպքեր, որ փորձել են անցնել միանգամից փոշեդրման, ես առաջարկել եմ դեռ չշտապել, որովհետև ես տեսնում եմ որոշակի գեղեցիկ բազա հոնքերի մեջ, որ հնարավոր է բնականով շտկել, հա։ Այսինքն խորհրդատվությունը շատ կարևոր է։ Պետք է բնական տեսնել, փորձում են հեռախոսազանգով ինչ որ մի բան բացատրել, ես ասում եմ, եկեք բնական տեսնեմ, ես կբացատրեմ, ես կհասկանամ, հնարավոր է, հնարավոր չէ, պետք է թե պետք չէ։ Պատասխանատվությամբ եք մոտենում ձեր մասնագիտության։ Միշտ նախնական զրույցի ժամանակ էլ նշեցիք, որ դեմքին պետք չէ, այո, դեմքը սևագրություն չէ։ Եվ մասնագետը պետք է շատ պատասխանատվությամբ մոտենա, նամանավանդ փոշեդրման մասնագետը։ Անընդհատ փոփոխվում են այդ տենդենսները, բայց ես հասկանում եմ, որ դուք միշտ այսպես փայլուն առողջ մաշկը եւ ճիշտ ընդգծված հայացքը սրա կողմնակից եք։ Այո, դիմահարդարման ժամանակ պետք է, այո, մաշկը կարևոր է, մաշկը շատ լավ խնամել, փուլերը ճիշտ անցնել, որովհետև դիմահարդարումից նախնական խնամքից կախված է դիմահարդարման պահպանման տեսքը ամբողջ օրվա, որովհետև ոչ որակյալ նյութեր օգտագործելիս դիմահարդարումը էֆեկտ չի տալիս, կամ մասնագետը, սկսնակ մասնագետը ինչքան էլ օգտագործի որակյալ նյութեր, հնարավոր է, որ էլի չստացվի, մի խոսքով պետք է գող ճանապարհել հաճախորդին։ Բայց նաև այստեղ մի քիչ էներգիան կապ ունի։ Միշտ ասում եք նույնն է, պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, բայց էներգիան կապ ունի, չէ՞, որովհետև ամեն դեպքում ձեռքը այդ վրձնի միջոցով աշխատելիս պետք չի լարվել, ինչքան էլ հաճախորդը ուշանա կամ ժամանակի մեջ չտեղավորվենք, հաճախորդը չպետք է զգա լարվածությունը, որպեսզի ստացվի, այն ինչ որ պետք է ստացվի։ Սիրում են ձեզ մոտ գալի, ես գիտեմ, որ վստահում են կանայք շատ ձեզ։ Այո։ Եվ հետաքրքիր է տարիքային այդ խումբը բավական մեծ է, երբ մենք այսպես փոքրիկ այդ հարցախույզ էինք անում, ես հասկացա, որ տարբեր տարիքի կանայք, նաև շատ երիտասարդ աղջիկների հետ երևի հենց հարսիկների կամ նրանց ընկերուհիների շատ սիրում ու վստահում են ձեզ։ Այո, ունեմ տարբեր տարիքային խմբի հաճախորդներ, ասում եմ, սպասարկել եմ հարյուրավոր հաճախորդներ, թե տարիքային դիմահարդարման ժամանակ մոտենում եմ շատ պատասխանատվությամբ, որպեսզի մաշկի բծերը չարտահայտվի, դիմափոշին շատ քիչ եմ օգտագործում, ես ինքս եմ առաջարկում, ասում եմ, եկեք փոքր շատ քիչ չափի մեջ անենք այս ամեն ինչը։ Լինում են դեպքեր, երբ որ իրենց առիթն է, բայց շատ թեթև դիմահարդարում են ուզում, ասում չեք տարբերվի։ Մի փոքր ընդգծենք ձեր աչքերը, ես էլ եմ առաջարկում ինչ-որ բաներ։ 4 երեխաներ, աղջիկները ավելի մեծ են, ձեր որդին փաստորեն դեռ 3 տարեկան է, այնուամենայնիվ դժվար է, հա, այսպես մենք ասում ենք, շատ լավ է, կարևորում ենք, բայց միևնույն ժամանակ այդ հոգսը, դժվարությունը երեխաների հետ, տան հետ ամեն ինչ հասցնել, ինչպես եք կարողանում համատեղել։ Երբ որոշեցի այս մասնագիտությունը ընտրել, շատ ոգևորեց ամուսինս, շատ, ու եթե չլիներ աջակցությունը, ես հաստատ չէի հասնես ամենին, սկիզբում մայրիկս շատ լավ օգնում է տանը, շատ լավ տնային տնտեսուհի, շատ լավ տատիկ, Միշտ ասում ենք հատուկ շնորհակալություն տատիկ հայտնենք, այո, որ մենք ամբողջ տան հոգսը վերցրել է իր վրա, ես էլ փորձում եմ բոլորի սպասելիքները արդարացնել։ Նաև ձեր տեսակով դուք շնորհակալ մարդ եք։
Այո, ես հաճախորդները զգում են եւ ես տեղափոխվել եմ Առինջից Աբովյան քաղաք, հաճախորդը որ գալիս է, վերջում շնորհակալություն սպասարկման համար, ասում եմ ես եմ շնորհակալ, որ այս ճանապարհը կտրել անցել եք ու գալիս եք ինձ մոտ։ Այո։ Գալիս են։ Շնորհակալ եմ իմ հաճախորդներից, որ դեռ վստահում են, դեռ գալիս են եւ նոր հաճախորդներ շատ են ավելացել։ Շատ ավելանում են, որն է այս մեր ժամանակում, հա, հաճախորդի մարդու կնոջ հետ, հա, այդ կոնտակտը ստեղծելու այս գաղտնիքը ասեմ, թե որովհետև շատ լարված ժամանակներ են, բայց միևնույնն է, դրական էներգիան ասում են ամեն ինչ հաղթահարում է։ Հաճախորդները երբ որ գալիս են, զրուցում ենք, մասնագետի կարծիքը լսելով իրենք հասկանում են, որ դու կարող ես բավարարել իրենց սպասելիքները։ Այսինքն մարդում կարելի է վստահել։ Այո, ես վստահ բացատրում եմ, եթե ինչ-որ մի բան ասում, չէ, ես այդ պրոցեդուրան չեմ անի, իրենք հասկանում են, որ ամեն ինչ գումար վաստակելու մեջ չէ, հա, ես չեմ ուզում դա եւ վերջ։ Եկեք այս պրոցեդուրան չանենք, այս մյուսը անենք, արդեն վստահություն եմ ձեռք բերում։ Յուրաքանչյուրի հետ մոտենում եմ յուրովի։ Փորձում եմ լսել, փորձում եմ հասկանալ, ինչից են լարված, ինչից են վախենում, ինչը իրենց մոտ չի ստացվել նախկինում, որ արել են։ Եղել են ուրիշ մասնագետների ձեռագիր, որ մոտեցել են, ասել են, օրինակ փոշեդրման հետ կապված կարող ենք ուղղել, հնարավորինս փորձել եմ օգնել, փրկել այդ իրավիճակը։ Այո։ Սիրելի հետևորդներ, հեռախոսահամարը հասցեն պարբերաբար տեսնում եք, հատկապես փոշեդրման, հա, դեպքում իրականում շատ կարևոր է, որպեսզի պրոֆեսիոնալ անպայման, հա, ընդհանուր պատկերը կտավը, ինչպես ասում են, դեմքը որպես կտավ տեսնող մասնագետի մոտ գնաք, որովհետև ինչքան էլ տեխնիկային լավ տիրապետի, միևնույնն է, եթե մարդը նկարչական, հա, չունի իր մեջ այդ հմտությունը, ինքը չի կարողանում կնոջ դեմքը տեսնել այս ամբողջության մեջ, ինքը չի կարող ձեր հայացքն ընդգծել, փոշեդրումը հոնքերից ի վերջո շատ բան է գալիս, հենց մեր հայացքն են ընդգծում եւ առհասարակ սա փոփոխել չի կարել, հնարավոր չի, ել չեմ ասում աչքերի, հա, աչքերի կոպերի փաստորեն փոշեդրումը սա արդեն ամբողջ կյանքի համար է եւ նաեւ շուրթերը հնարավոր է մի փոքրիկ շեղում իրականում ամբողջ դեմքի արտահայտությունը փոխի։ Հասցեն հեռախոսահամարը տեսնում եք, վստահ եմ, որ հատկապես Աբովյանում եւ ոչ միայն Աբովյան քաղաքում շատ լավ գիտեն, իսկ ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա այստեղ ուղղակի պետք է, եթե դեռ չեք այցելել, մեկ անգամ այցելեք եւ տեսեք ոչ միայն այ հետաքրքիր ու գեղեցիկ ձեր ուզած այդ ընդգծումները, այլև ինչքան նույնիսկ նկարների մեջ է երևում, ինչքան հարթ մաշկ է ստանում նաև դիմահարդարմով, այսինքն այդ քսուկների շերտերը, որոնց տակ ամեն ինչ թաքցնում են, շատ քիչ մասնագետների մոտ է հիմա, որ այլևս չկա։ Մի շատ նուրբ հարց կան, ու ես ուզում եի դրա մասին էլ խոսեք, ձեր ոլորտում դուք շատ ավելի լավ գիտեք հիմա փոշեդրումը, հա, ամեն ինչը մենք սովոր ենք նայել, հա, նույնիսկ վիրահատություններն ենք այդպես նայում սոցիալական ցանցերով, ինստագրամներով, բայց շատ հստակ կարելի է տեսնել բացի ֆիլտրերից, ֆիլտրների այդ խնդիրը որ կա, նաև տարբեր մարդկանց աշխատանքներ, ասենք շատ գեղեցիկ հոնքեր, ուղղակի հեղինակը հենց այն մարդը չի, ով դա ներկայացնում է։ Այո, քանի որ շուկան ողողված է շատ մասնագետներով, ովքեր կարողանում են ուրիշի գործեր տեղադրել իրենց էջերում, հաճախորդներին, այսպես ասած, խաբել, հա, Photoshop են անում, գեղեցիկ նկարներ են տեղադրում, եղել են դեպքեր, երբ որ մոտեցել են կոպերի փոշեդրման, բայց մասնագետը հրաժարվել է, որովհետև իր աշխատանքը չի եղել տեղադրված էջում ու հաճախորդները շատ հիասթափություն են ապրում։ Ես ուղղակի խորհուրդ կտամ հաճախորդներին տեսնել ապաքինված գործերը, տեղադրված գործի նկարների որակը, ուշադրություն դարձնեն դրան, որովհետև դեմքը չի կարող կտավի նման հարթ երևալ։ Եվ վիդեո տարբերակները էջերում, որովհետև դա պարզ երևում է, ինչ աշխատանք է կատարվել։ Ուղղակի պետք չէ խաբել հաճախորդներին, պետք է մի փոքր իրենց խղճի առաջ պետք է մաքուր լինեն։
Այստեղ կարևոր է հենց այդ խորհրդատվությունը, ինչի մասին դուք խոսում եք։ Շատ, այո, երբ որ մոտենում են խորհրդատվության, ես նույնիսկ աշխատանք, լինում են դեպքեր, երբ մի հաճախորդը մոտենում է, մյուսը սրահում է լինում, ես մոտեցեք, թող տեսնեմ բնական ապակինված աշխատանքները, որովհետև ապակինվածը շատ ավելի նուրբ է ու շատ դեպքերում չի էլ արտահայտվում, պարզապես բնական տեսք է հաղորդում դեմքին եւ հաճախորդը բնական ապակինված գործը տեսնելուց արդեն ոգևորվում եւ որոշում է արդեն հասկանում է ինչ պետք է անել։ Շատ լավ, Նունե, այ ամփոփելուց առաջ ինչ որ ամեն ինչ հասցնելու կամ լինում է մեզ մոտ չէ, այդպես ընկճվում ենք, հուսահատության պահերել ենք ունենում, ինչպես եք հաղթահարում կամ ամեն ինչ հասցնելու, ինչ որ բանաձև ունեք, որ կուզեիք կիսվել, որով կանանց հետ։ Նախ մասնագետ կանայք, պետք է նախ շատ պատասխանատվությամբ մոտենան իրենց աշխատանքին եւ շատ սիրեն աշխատանքը, պետք է առաջին հերթին աշխատանքից ստանալ հաճույք։ Աշխատանք կատարելիս պետք է վայելել։ Այդ 1 ժամը, եթե դիմահարդարում ենք կատարում, պետք է վայելել։ Ինձ մոտ կարծես որ ցինը տվել են եւ կտավը ես նկարչություն եմ կատարում։ Ես չեմ զգում, որ ինչ որ աղջկա դեմքի վրա ինչ որ բան եմ փոխում, ինձ այնպես է թվում, որ ես նկարչություն եմ անում։ Իսկ կանանց խորհուրդ կտամ շատ սիրեն իրենց, լինեն միշտ տեղեկացված, շատ կարդան, որպեսզի չսխալվեն մասնագետ ընտրելու հարցում։ Շնորհակալ եմ շատ, Նունե, շատ հաճելի էր ինձ, ես մաղթում եմ, որպեսզի NZ հրաշալի սրահը, բյութի սալոնը իրականում մեծ շարունակություն ունենա, այստեղ արդեն շատ հաճելի մթնոլորտ է, բայց լինի այն վայրը, որտեղ կանայք կարող են մտնել եւ այդտեղից դուրս գալուց վստահ լինեն, որ աշխարհում իրենց համար անհնարին ոչինչ չկա։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, դուք հասցեն ու հեռախոսահամարը տեսնում եք, Աբովյան քաղաքում է գործում NZ Նունե Զորոխլյան բյութի սալոնը։ Մենք զրուցում էինք սալոնի հիմնադիր տնօրեն դիմահարդար Նունե Զորոխլյանի հետ։ Շատ կարևոր է, գիտեք, բոլոր ժամանակներում արտաքինի հետ կապված փոքր խնդիրները տալիս են շատ լուրջ, ինչպես ասում են, հոգեբանական խնդիրների պատճառ կարող են դառնալ։ Ինչու, որովհետև քեզ թվում է, որ աշխարհում եթե ինչ որ մի բան չի ստացվում, դա նրանից է, որ այստեղ դու ինչ որ բան բաց ես թողել, որ քեզ համար արդեն ուշ է, որ տարիները կարողացել են իրենցն անել։ Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր փուլում մենք հնարավորություն ունենք շատ վստահ ու կարևոր քայլ անել։ Առաջին հերթին վայելել հենց այդ փուլը։ Սրա համար մենք պիտի դիմահարդարման եւ հատկապես պերմանենտ դիմահարդարման ոլորտում ընտրենք մասնագետ, ով կարող է եւ իր աշխատանքով, պրոֆեսիոնալիզմով եւ նաեւ իր տեսակով, դրական, ուղղակի մոտիվացնող տեսակով մեզ իրականում առաջ մղել։ Մեզ թվում է, որ երկար ու կարևոր ինչ-որ process է եւ հատուկ մարդիկ կան, որոնք մեզ ասում են, որ իրականում անհնարին ոչինչ չկա, բայց այդպես չի։ Բյութի ոլորտը ու բոլոր մյուս այն ոլորտները, որոնք որ շարժիչ ուժի դեր են խաղում մեր կյանքում, այստեղ պիտի կարողանալ իրականում դրական մարդկանց հետ շփվել, որովհետև եթե մենք ուզենք, որպեսզի աշխարհում ամեն ինչ լինի ճիշտ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, ապա հավատացեք, մեր քայլերն այդ ուղղությամբ կգնան։ Միակ բանը, որ որևէ դեպքում չի կարելի անել, ինչպես Շանելն էր ասում, ծալել ձեռքերը, չէ՞ որ աշխարհում շատ բան իրականում մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։